Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրավիճակը պայթյունավտանգ է։ «Վերջին զանգը» սերիալը մտել է իր ամենադրամատիկ փուլը։ Լարվածությունն աճում է յուրաքանչյուր սերիայից հետո և վերջապես այն պահը, որի շուրջ հազարավոր հեռուստադիտողներ ամիսներով քննարկելու ենթադրություններ էին անում, հասունացել է։ Հենրին այլևս ի վիճակի չէ պահել ճշմարտությունն Անգելինայից։ Երկար ամիսներ Հենրին ապրել է երկակի պայքարի մեջ՝ մի կողմից սիրելով Անգելինային, մյուս կողմից վախենալով կորցնել նրան, և ամենից ցավալին՝ գիտակցելով, որ իր լռությունը կարող է կործանել նրանց բոլորին։ Եվ ահա ճնշումն այլևս անտանելի է դառնում։ Հենրին հասկանում է, որ եթե ինքը չասի ճշմարտությունը, շատ ավելի դաժան է լինելու, եթե Անգելինան այն լսի ուրիշների շուրթերից։ Այդ պահը սերիալի ամենահուզիչ շրջադարձերից է։ Հենրին հավաքում է ամբողջ քաջությունը և իսկապես որոշում է ինքն ասել ճշմարտությունն Անգելինային։ Ճշմարտությունը լսելուց հետո Անգելինան մի պահ նույնիսկ չի կարողանում խոսել, նրա ողջ աշխարհը շուռ է գալիս։ Մարդիկ, նա ում համարել է ծնողներ, ընտանիք, որի հանդեպ վստահություն ու սեր է ունեցել, իր անցյալը, ինքնությունը, արմատները, բոլորը մեկ ակնթարթում դառնում են կասկածելի ու անհասկանալի։ Անգելինան ընկղմվում է հոգեբանական ցնցման մեջ։ Նրա կյանքի ամենամեծ գաղտնիքը բացվում է մի մարդու կողմից, ում նա սիրում էր ու վստահում։ Հենրին ոչ միայն ասում է ճշմարտությունը, այլև խոստովանում է, որ իրեն տանջել է լռությունը։ Նա արձանագրում է, որ սիրել է Անգելինային ամբողջ սրտով, որ չի ուզեցել նրան ցավ պատճառել, բայց իր լռությամբ անուղղելի սխալ է գործել։ Նա ներողություն է խնդրում բառացիորեն կոտրված ու հոգեպես սասանված, իսկ հեռուստադիտողն այնքան խորությամբ է ապրում այդ տեսարանը, որ դժվար է չհուզվել։ Բայց մինչ Անգելինայի մոտ հասնելը Հենրին զանգահարում է Աննային, նրա հոգին ամբողջությամբ ծանրացած է մեղքի զգացումով։ Աննային նա ասում է բառեր, որն անհասկանալի է թվում, նա ներողություն է խնդրում և իհարկե ասում, որ սիրում է։ Աննան դեռ չգիտի, թե ինչ է թաքցնում Հենրին և ինչու են այս բառերը հնչում նրա շուրթերից։ Նրա համար այս ամենը տարօրինակ է, բայց Հենրին նրան խնդրում է, որ ների իրեն և իհարկե ասում, որ շատ է սիրում։ Բայց Հենրին հեռախոսազանգի միջոցով չի կարողանում ասել ամենակարևորը, որ Աննայի իրական դուստրը հենց Անգելինան է ու այսքան ժամանակ նա թաքցրել է այդ ճշմարտությունը։ Միայն մեկ բան է պարզ՝ հենց այս զանգը դառնում է հաջորդ մեծ փոթորկի սկիզբ։ Եվ բնականաբար, գաղտնիքի բացահայտումից հետո Աննան հասկանալու է, թե ինչու էր Հենրին իրեն նման կերպ պահում և ինչու էր զանգահարել ու ներողություն խնդրում Աննայից։ Իմանալով ամեն ինչ, Անգելինան այլևս չի կարողանում նստել տեղում։ Նրա ամբողջ էությունը գոռում է, որ պետք է անմիջապես տեսնի Աննային, հենց նրան, այն կնոջը, ով տարիներ շարունակ ապրելով որդեկորույս ցավով անգամ չի պատկերացրել, որ իր դուստրը ողջ է։ Անգելինան շտապում է Աննայի մոտ։ Այս տեսարանը խոստանում է դառնալ սերիալի ամենահուզիչ կադրը։ Հանդիպում, որին սպասել են սերիալի բոլոր հետևորդները ամիսներ շարունակ, ու երբ այդ երկու կանայք վերջապես կանգնում են իրար առաջ, Աննայի կոտրված հայացքը, Անգելինայի արցունքները, նրանց միջև տարիներ շարունակ չեղած գրկախառնությունը դառնում են մի տեսարան, որը բառերով նկարագրել գրեթե անհնար է։ Սա լինելու է այն պահը, որը կփոխի սերիալի ամբողջ ընթացքը։ Սրտերը կմեղմացնի, ճակատագրերը կվերաձևի։ Սերիալը մտնում է իր ամենաբուռն փուլը։ Առջևում սպասվում են այնպիսի պահեր, որոնք կխառնեն բոլոր խաղաքարտերը։ Ավելի մեծ բացահայտումներ, ավելի հզոր կադրեր, ավելի ծանր ու հուզիչ տեսարաններ։ Սա Դիանա Գրիգորյանի լավագույն գործերից մեկն է, և ավարտը խոստանում է լինել հիշարժան։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչպես է Աննան իմանալու ճշմարտությունը, ինչ եք կարծում։
Իսկապես Անգելինան է հենց նրան ասելու ճշմարտությունը հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ շատ շուտով Անգելինան ու Աննան ունեն համատեղ տեսարան։ Համատեղ տեսարանում նաև Վիկտորիան է, ով Անգելինային մեծացրել է հարազատ դստեր նման, սակայն հիմա կանգնած է վախի մթնոլորտում, նա հասկանում է, որ կորցնում է դստերը։ Բայց արդյոք նա վախենալու առիթ ունի։ Իհարկե ոչ։ Անգելինան այնքան հասուն ու գիտակից է, որ դժվար է պատկերացնել, որ նա կլքի Վիկտորիային հանուն Աննայի։ Հավանաբար նա երկուսին էլ կտա այն սերն ու ջերմությունը, որը կարող է տալ իր հարազատ ծնողներին։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, հեռուստադիտողներն ունեն ժամանակ վայելելու իրենց սիրված դերասաններին էկրաններին, բայց ընդամենը հաշված օրեր։ Տարվա վերջում հեռուստասերիալը կմոտենա իր եզրափակիչ ավարտին, և ինչպես նշում է Դիանա Գրիգորյանը, յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը լինել տեղեկացված, բաժանորդագրվեք, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, կիսվեք ձեր կարծիքներով, ինչ եք կարծում, ինչպես է Անգելինան վարվելու Հենրիի հետ, և արդյոք ներելու է նրան ու հասկանալու, թե ինչու է այսքան ժամանակ լռել, դժվար է պատկերացնել։